Բարի երեկո, Tribune-ի եթերում կարճ միացումն է, սկսում ենք շաբաթվա կարևոր իրադարձությունների ամփոփմամբ։ Այսօր մեր հյուրն է հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանը, ողջույն Տիկին Զորաբյան։ Բարի երեկո, ես եմ շնորհակալ։ Տիկին Զորաբյան, այսօր ապրիլի 24-ն է։ Այո։ Բոլորս ամբողջ հայազգը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ու երևի հարցը հենց այդպես էլ դրանով սկսենք, բայց մի քիչ ավելի խորքից գալով, որովհետև այս շաբաթ Ռուսաստանը օրենք ընդունեց, որով քրեականացնում է խորհրդային ժողովրդի ցեղասպանության ժխտումը, արդարացումը եւ զոհերի հիշատակի պղծումը, վիրավորելը, նույն օրենքով նաեւ նախատեսվում է կարծեմ մինչև 5 տարվա ազատազրկում։ Զուգահեռ իրականությունում ունենք հետեւյալ պատկերը, որ փորձում ենք մոռացության մատնել հայոց ցեղասպանությունը, ասում ենք, որ եկեք չապրենք զոհի կերպարի մեջ, դուրս եկեք, մոռացեք անցյալը, չկրկնեք հին պատմությունը, հարաբերություններ ենք հաստատում Թուրքիայի հետ։ Մյուս իրականության մեջ Ստեփանակերտում ոչնչացնում են, արդեն գիտեք, Սուրբ Աստվածամայր Մայր տաճարը։ Հիմա պետք է նաև անպայման պետք է ցիտեմ այսօր վարչապետի գրառումից հետևյալ հատվածը, որ ասում է անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։ Սա փոքր տարածք չէ, ժողովուրդ ջան, հանգիստ կարող եք բարեկեցիկ կյանքով ապրել, Հայաստանի տարածքը կարող է ասում բնակեցվել 5 միլիոն, անգամ 10 միլիոն բնակչությամբ, համեմատում է մեզ Սինգապուրի հետ, որի տարածքը ասում է Սևանա լճից 2/3 չափ է, մոտավորապես, նույնիսկ պակաս։ Եվ այնտեղ ապրում է 5 միլիոնից ավել մարդ։ Ինչ կասեք դրանից։ Տեսեք, այսօր մենք ոգեկոչում ենք, հիշում ենք 1.5 միլիոն ցեղասպանված մեր հայրենակիցներին։ Մենք չենք պահանջում նրանց ծննդյան վկայականները, որպեսզի համոզվենք ցեղասպանություն եղել է թե չէ։ Եվ մենք տեսնում ենք, որ այս ֆոնին, երբ որ ընդամենը մեկ կուսակցության երիտասարդական թև այրում է ավանդաբար, ինչպես 30 եւ ավել տարի ցեղասպան Թուրքիայի դրոշը, մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի արձագանքում Ստեփանակերտի Մայր տաճարի Սուրբ Աստվածածին Հովանու տաճարի պետական մագարտակով, այդ տաճարը քանդել է Ադրբեջանի պետությունը, պետական քաղաքականությունը դա ոչ միայն դրան չի արձագանքում, այլև լրագրողի հարցինի պատասխան միջազգային կառույցներում այս հարցը վանդալիզմի մեր մշակութային կոթողների ոչնչացման բարձրացնելու եք թե ոչ, ասում է դեռ պիտի նայենք, պիտի դենանք, ամեն դեպքում մենք համաշխարհային աղմուկ սրա շուրջ չենք բարձրացնելու, բայց հանկարծ անմիջապես դեռ ջահերով երթը չավարտված Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը համարում է սադրանք եւ համարում է ուրեմն լարվածություն մտցնող էլեմենտ։ Ես չունեմ բան ասելու, հասկանում եք, ես ամեն օր նայում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, միջազգային բոլոր կառույցները, ովքեր զբաղվում են մշակութային վանդալիզմով, որևէ ձայն, ծպտուն, ինչ որ մի բանի, գոնե Բադրջանի ձայն հանելու են, թե չէ, տեսնում ենք քար լռություն, որովհետև երբ որ նրանց դիմում ես, նրանց պատասխանը մեկն է ձեր իշխանությունը, մեզ չի դիմել այդ հարցով։ Եվ ինչպես Նիկոլը ասեց, Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումը մեր օրակարգում չէ, փոխարենը մի լաթի կտորի վառել, պաժար տալը մեր օրակարգում է։ Գիտեք, ես ուզում եմ հավատալ, որ գալու է օրը եւ ուզում եմ հավատալ, որ այդ օրը շուտ է գալու, որ հրապարակներում այրվելու է ոչ միայն կամ ոչ թե Թուրքիայի դրոշը, որտեղ դա ինձ բացարձակ հետաքրքիր չի, այլ այրվելու են բոլոր հայադավների նկարները, բոլոր Արցախը վաճառածների եւ Արցախը հանձնածների նկարները։ Նյուրնբերգ լինելու։ Այո, ես ինչ որ մի ժամանակ, ինչ որ մի պահի այդ հայկական Նյուրնբերգը լինելու է, Աստծո Նյուրնբերգը որ լինելու է, ես դրանում 1 րոպե անգամ չեմ կասկածում, որ Աստծո բումերանգը լինելու է, այսքան հայատյացության, այսքան հայադավության, ես դրանում չեմ կասկածում, նայում ենք Նիկոլի ուղերձը, ասում է ինչ ա եղել, որ բավարար եք, Սինգապուրը մեզանից փոքր տարածք է եւ համեմատում է Սևանի հետ, արդեն վաղ
վախենում ես, հա, ասում ես կարող է ադրբեջանցիներին Սևանից, որ դրանք ասում են, չէ, մենք գալու ենք մեր գոյչան, նայում եմ կին բլոգերներից մեկը ադրբեջանցի Սևանի ֆոնին նկար է հրապարակել, սա որ սկսում է խոսել մեր տարածքների մասին, ասելով որ դե այսքանով բավարարվեք, Սինգապուրը Սևանի մի այսքան հատվածն է, մտածում ես որ դեռ ինչեր է այս ռեժիմը հանձնելու Թուրքին։ Հա, Ալիևի աղջիկն է Լեյլան գիրքեր գրել Արևմտյան Ադրբեջանի մասին, էլի Երևան էր կոչել։ Այո, մենք ուրեմն պետական մակարդակով ամեն ինչ արվում է, բացի ակնհայտ է, չէ, Նիկոլը հայտարարում է, որ քանի իրենք իշխանության են, արցախցիների Արցախ վերադարձնելու հարց չի պիտի բարձրացվի, մենք տեսնում ենք Ալիևի աղջիկը Լեյլա Ալիևան գիրք է գրում, այո, Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ, Երևանը համարում է իրանց հայրենի ուրեմն տարածք եւ ընդհանրապես Ալիևների կլանը եւ Ալիևների ռեժիմը համարում է, որ այս տարածքը, որտեղ մենք ապրում ենք, դա ադրբեջանական տարածք է, ու այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը ըստեյության ապտակում է միջազգային բոլոր են կառույցներին, այդ թվում Հաագայի դատարանին, Նիդերլանդների, Բելգիայի խորհրդարաններին, որոնք նաև հենց այս վերջերս ընդունեցին բանաձև, կոչ անելով ադրբեջանցիներին ապահովել արցախցիների անվտանգ եւ լեգիտիմ վերադարձը Արցախ։ Գնանք Արցախ, քանի որ շատ սահուն ստացվեց։ Այո։ Սեյրան Օհանյանի ելույթը կհիշեք Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի պատճառների ու պատասխանատվության մասին, որ ըստ էության Օնիկ Գասպարյանին եւ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց հայտնի դիրքերը հանձնելու մեջ, եթե այդպես ասենք, ավելի կարճ։ Հիմա ուզում եմ հասկանալ դրանից հետո նախ Օնիկ Գասպարյանի այսպես հոգեցունց, որ առերեսվենք ինչ որ ճշմարտության հետ ժամանակն է կոտրել լռությունը, ինչու շատ պաթետիկ եւ ինչ է ուզում ասած լինել, որովհետեւ նույն փակ քննարկման մեջ ասում են, որ նույն քննարկումները եղել են, նա ամեն ինչ ասել է, հիմա ինչ որ հանկարծ որոշեց, որ էլ ինչ որ գաղտնի բաներ պետք է ասի։ Այո։ Ինչի մասին է խոսքը։ Գիտեք, երբ որ վախեցել է ինչ որ Էլի սեփական կաշին է փորձում փրկել։ Երբ որ իրենց սեփական կաշին փրկելու համար 6 տարի հետո օրինակ Օնիկ Գասպարյանը ասում է ժամանակն է առերեսվեր ճշմարտությանը, փակագծեր պիտի բացվեն եւ պահանջում է փակնիստը Օնիկ Գասպարյան երկու անգամ այդ փակնիստին Քարորիայի քննիչ հանձնաժողովի դուք մասնակցել եք եւ մեր տեղեկությամբ ինչ որ առերեսվեր ունեիք ճշմարտությանը առերեսվել եք բաց խոսեք, եթե դուք այդպես վրթովվել եք, բաց հրապարակային առանց փակ նիստերի խոսեք եւ ասեք, եթե դուք 6 տարի անց որոշել եք առերեսվել ճշմարտությանը, դուք ճշմարտությանը պիտի առերեսվեի 44 օրյա պատերազմի ամեն օրը, երբ էս իշխանության դավադիր քարոզչա մեքենան դնում էր դախազ իրանց էջերում, դախազ հաղթելու ենք #-ը, բա այդ օրերին ինչի՞ չէիք առերեսվում ճշմարտությանը եւ ինչի՞ չէիք ասում, որ դա սուտ է, մենք գնում ենք դախազ կապիտուլյացիայի։ Գիտեք, երբ որ մարդիկ այդ կալիբրի պաշտոնյաները, ովքեր ուղակի անմիջական մասնակցություն են ունեցել այս դարակազմիկ պարտությանը, իրանց մաշկը փրկելու համար սկսում են ինչ որ մանիպուլյացիաներ անել, ես պնդում եմ, դուք բաց հրապարակային պիտի խոսեք եւ հասարակությունը ձեր գնահատականը եւս պիտի տա։ Նիկոլ Փաշինյանի արձագանք չասեմ այսպես, բայց չարձագանքը եւ Գյումրի գնալը այդ պահին եւ Աննա Հակոբյանի հայտնվելը էլի ինչ-որ տեղեկատվական այսպես շեղող հանգամանք ստացվեց, որ բոլորը էլի այսպես սլակներն ուղեցին նրա անձնական կյանքի վրա ու ինչ եք կարծում, իսկապես դրա համար էր արված այս թատրոնը, թե ավելի էսենց հեռուն գնացող նպատակներ կա, որտեվ ասուլիսի ժամանակ էլ ասում եմ, իհարկե ես ասացի, ես երեք ճեպազորիցի ասուլիսի չէ ժամանակ ասացի, ես ասացի, որ ընդունում եմ այդ որոշումը, բայց հաստ չէի աննայի որոշման հետ։ Տեսեք, Սիրելի Ֆրիդա, ես չեմ բացառում, որ այդ ընտանիքում իրոք խնդիրներ կան եւ
այդ ինչ որ իրանք ասում են, իրոք ճիշտ է եւ իրոք ինչ որ մի պահի Աննա Հակոբյանը իրապես նման որոշում կայացրած լիներ, հա, որովհետեւ ցանկացած ընտանիքում, ցանկացած անձնական հարաբերություններում կան խնդիրներ, բայց ամբողջ այսպես հա ֆիշկանն է, որ իրանք իրանք անձնական կյանքը դարձնում են հանրային քննարկման առարկա եւ հետո էլ հասարակությունից պահանջում են, որ հարգեն իրենց անձնական կյանքի գաղտնիությունը, այդպես չի լինում եւ քանի որ այն մի հատ հայտնի առած կա, հա, երբ որ ստախոսի տունը հրդեհ է ընկնում, հա, ինքը այնքան է սուտ ասած լինում եւ որ երբ որ իրապես հրդեհ է ընկնում, մարդիկ չեն հավատում։ Հիմա ինչ են ասում, բոլորը ասում են սուտ է ուշադրություն շեղելու համար, այս չեմ բացառում, որ իրապես այդ ընտանիքում խնդիրներ կա, որովհետեւ չի կարա էլի այդ տիպի, այդ կոնֆիգուրացիայի ընտանիքում խնդիր չլինի, բայց ես որ քանի որ չեմ սիրում որևէ մեկի անձնական կյանքը մտնել, ընդհանրապես կասեմ Աննա, դուք այնքան եք ստել, այնքան եք խաբել, որ եթե անգամ ձեր ընտանիքում անձնական միջանձնային խնդրեմ կա եւ ողբերգություն կա, ինչը դուք սարքել եք համազգային քննարկման առարկա, միևնույնն է որևէ մեկը ձեզ չի հավատում, բայց Ֆրիդա ջան, ձեր նախադասության առաջին հատվածը շատ էսպես առանցքային էր, որտեվ Նիկոլ Փաշինյանը այո, շարունակում է օրակարգը լցնել Իրանով եւ անկախ նրանից ինքը ինչ է անում, երեք նայում եմ ինչ որ մանկապարտեզի երեխաների հետ սենց է անում ինչ որ ապակու վրա գոլորշի։ Ես չգիտեմ, ես ինչ որ մանկապատանեկան տարիքի շատ վաղուց եմ դուրս եկել, ես չգիտեմ դա ինչ թրենդ է անելը, հա, բայց մենք տեսանք, որ ամբողջ մեդիան ինքը լցրեց իր այդ հուհույով։ 18 թվականին էր այդ հուհույով։ Այո, այդ ամբողջը լցրեց իր այդ ինձ համար անհասկանալի ինչ որ տենց TikTok-յան ինչ որ ժեստիկուլյացիայով։ Այո, ինքը շարունակում է եւ սա ասում եմ ես ընդդիմությանը, որ չի հասկանում, որ 21-րդ դարում ով լցրեց Իրանով մեդիան անկախ նրանից լավ, վատ, ծիծաղելի, զվարճալի, դատապարտելի, նա էլ ունենում է քարոզչական բոնուսներ, եթե դրան գումարում ենք, որ ամբողջ պետական քարոզչությունը մեր հարկերից սնվող Նիկոլի այսենց կոշիկի ներբանի տակ է, հա, հետո թող մեր ընդդիմությունը չզարմանա, ինչի է շարունակում դեռ այս մարդը այսպիսի անհեթեթություններ անելով օրակարգ թելադրել։ 44 օրյա պատերազմի իրականում այսօր շատ վատ լուր լսեցինք, որ Ռոբերտ Աբաջյանի մայրն է մահացել, բառացիորեն երեկել, էլի անհետ կորածների ծնողներն էին արդեն Բաղրամյանը փակել որոշ ժամանակ ու պահանջում են իսկապես երեխաներին են պահանջում, քննություն են պահանջում, բաց քննություն են պահանջում, ինչա կատարվում, ոչ մեկ չի պատասխանում այդ մարդկանց, իջել են ընդդիմադիրները, այսպես էլի չգիտեմ, կիսա հուսադրող կամ չհուսադրող ինչ որ բաներ են, պատասխաններ են տալիս, բայց նայում ես այդ ծնողներին ու ասես անդադ շաքա, չգիտես ինչ պատասխան տաս։ Գիտեք, ես նայում էի երեք կադրերը, երբ որ հին տեսանյութերից որդու զոհվելուց հետո Ռոբերտ Աբաջյանի նրա մայրիկի կադրերն էր, որտեղ մի նախադասություն կար, որ այս կարոտը սպանում է եւ կարդացի այդ տեսանյութի տակ մեր մյուս հերոս տղայի, մեր գործընկեր Ալիսի լրագրող իր հրաշք Դավիթին ով կորցրել է գրառումը, որ շատ դեպքերում մահը փրկությունն է այս տանջող կարոտից։ Խելագարվելու է, հասկանում եք, այսօր մենք ունենք դեռևս մի քանի, ես չգիտեմ, քանի 100 անհետ կորածներ, որոնց ծնողները ամեն օր կառավարության դռներն են թակում։ Ես պարբերաբար հանդիպում եմ Հայկազովի բենզալցակայանի պայթունից 22 անհետ կորածների ծնողների հետ, հա, աբսուրդ է, չգիտեմ, ասենք ինչ որ 3 ոտ են տալիս այրված, որ ասում են 3-ն էլ քո որդունն է, սա զարհուրելի է, այսինքն մենք պիտի հասկանանք, որ սա խոշտանգում է, որտեվ այդ նույնականացումը ԴՆԹ-ի, հա, պարզվեց, որ նենց խայտարակ է արվել, հիշում ենք, չէ, ժամանակին ես էլ դրա մասին գրեցի, ծնողներից մեկին կանչել էին, ասել էր, սա իմ տղայի կոշիկի համարը չի, ասել են, դե լավ է, կարևորը լացելու տեղ ունենաս, այս դիակը վերցրու տար թաղի, կարևորը մի տեղ ունենաս, որ գնաս լացես։ Մենք ես
զարմանում եմ մենք անընդհատ ոնց ենք դեռ շարունակում ապրել։ Գիտեք, ես կարդում էի երեք բառացի եմ ուզում մեջ բերեմ, երբ որ Սերժ Սարգսյանը խոստացավ, որ իր հրաժարականի օրը ինքը տալու է վերջապես, Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի այդ ձևակերպումը, որովհետև չի կարա, չէ, որևէ տրամաբանության մեջ Նիկոլը ճիշտ լինի, բայց երբ որ այս պարբերությունը երրորդ նախագահի տալիս է, սենց ամփոփ մեր 8 տարվա ողբերգության եւ արհավիրքի բանաձևումը, այո, Նիկոլը ճիշտ էր, նա պատրաստ էր գնալու միջև վերջ եւ չուներ ոչ մի կարմիր գիծ, իսկ ես սխալվեցի, կարծելով թե կարող ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում բանակցողի փոփոխությունը հանգեցնելու է մեծ աղետի, այո, Նիկոլը ճիշտ էր, ես չկարողացա բացատրել ժողովրդին, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին, այո, ճիշտ էր, այսինքն ժողովուրդը պատկերացնում եք այդ պահին լսեր, որ բանակցողի փոփոխությունը բերելու է աղետ, այս առումով, այո, դա պիտի ինչ որ կերպ բացատրվեր, որը գուցե այս պահին թվում է, որ հնարավոր էր, բայց այն պահին դա անիրատեսական էր եւ այո, Նիկոլը, երբ որ երրորդ նախագահը ասում է Նիկոլը ճիշտ էր, որ ես չկարողացա բացատրել, իսկ նա բացատրել ճշմարտությունը, իսկ նա կարողացավ խաբել, մենք պիտի ունենանք ազնվություն եւ ասելու, որ հասարակության մի մեծ սեգմենտի առ այսօր այս ռեժիմը եւ Նիկոլը կարողանում է խաբել եւ մանիպուլացնել։ Սա է այս ֆորմուլան է, որ մենք չկարողացանք ճշմարտությունը բացատրել, իսկ Նիկոլը կարողացավ սուտը, մանիպուլացիան, ֆեյքը ներկայացնել որպես իրականություն։ Մեր 8 տարվա արհավիրքը սա է, եւ այս արհավիրքը Ֆրիդա ջան, ցավոք սրտի, դեռ շարունակվում է։ Քանի որ Սերժ Սարգսյանին անդրադարձակ, հետևություն եմ ուզում անել, էլի, այսինքն երբ 18 թվականի վարչապետի պաշտոնում առաջադրվել է, իսկապես համարում են նա սխալ։ Այո։ Ըստ ձեր բացատրության, այսինքն կոնկրետ քաղաքական հաշվարկ էր արած այն ժամանակ, այդ ինչ որ գերիշխող, որ ասացիք, ինչի մասին, այնուամենայնիվ ստիպեց այդ որոշումը կայացնել բանակցային, լավ։ Այսինքն որոշումը կայացվեց անվտանգության նկատառումներից ելնելով, ըստ ես այն ժամանակ ոչ մեկս դա չէի հասկանում։ Այո, որովհետև այսինքն ինքը հիմնական բանակցողն էր, չէ։ Ինքը շատ լավ գիտեր, չէ, մենք բանակցային ինչ ծանրագույն փուլում ենք, որտեղ բանակցողի փոփոխությունը ինչի կարող է բերել։ Ինչի դա բերեց նրան, որ 19 թվականին եռանախագահողները Նիկոլի սեղանին դրեցին առաջարկ, այդ ժամանակ մենք խորհրդարանում էինք, այդ առաջարկը մեզանից թաքցվեց, բերեց նրան, որ այդ առաջարկի մասին որևէ մեկը չկար, չիմացավ, բերեց նրան, որ ինքը գնաց եւ Ստեփանակերտի հրապարակում գոռաց Արցախը Հայաստան է եւ վերջ, եւ Ալիևը ինքը քանի անգամ ասեց, որ դա դարձավ այն հիմնական թրիգերը, որ եղավ 44-օրյա պատերազմը։ Ճիշտ է, պատմությունը եթեներ չի սիրում, բայց մենք գոնե այդ անցյալի սխալներից պիտի կարողանանք հետևություն անել, բայց ես չեմ տեսնում, Ֆրիդա ջան, որ մեր քաղաքական դաշտը եւ այդ թվում առաջին հերթին եկեք ժողովրդին հանգիստ թողնենք, որովհետեւ ժողովրդին պիտի adekvat բացատրել, մենք այսօր շատ դաժան թիվ ունենք, այո, օգտագործում են, դուք ինչ որ ընդդիմադիր ուժի կողմից տեսնում եք, որ ինքը բացի իրանց իդիոտագույն շատերը այդ ռոլիկները անելուց եւ սենց բանտիկներով, փուչիկներով, սալյուտներով իրանց ընտրական ցուցակը կհտանելուց ինչ որ բան տեսնում եք, որ ինչ որ մեկը ժողովրդի հետ խոսի, որ ժողովրդին ասի այն արհավիրքները կանխելու լրջության գիծն եմ էլի ուզում Չկա, այն որ Նիկոլը դավաճանա, հանձնելա, որ իրա մնալա աղետա, դա բոլորը գիտենք, ալտերնատիվ, այլընտրանք
ինչ եք անելու դուք, որ են 48%-ը, որ բոլոր հարցումներով ասում է, ես տնից դուրս չեմ գալու, ես չեմ գնալու ընտրատեղամաս, հավատա, ոնց եք բերելու, ինչ եք բերելու, ոնց եք անելու, այդ ոնցը, այլ այդ վստահելի, այլ ընտրանքային մոդելը բոլոր հարցերի, այդ թվում Ադրբեջանի հետ հարաբերությունների ինչ օրակարգով են գնալու, որտեղ հասկանալի է, չէ, որ պատերազմ անթույլատրել է, պատերազմ չպիտի լինի, այդ ամենի բացվածքը, սենց եմ որ ասում է լավաշը, հա, որ ժողովուրդը տեսնի, ես չեմ տեսնում ընտրություններին հայտ ներկայացրած որևէ քաղաքական ուժից, բացի գնալուց եւ խոստումներ տալուց, 3 միլիոն վարկը ներելու եմ, 7 միլիոն աշխատատեղ եմ բացելու, չգիտեմ, թռնելու եք լուսին, թռնելու եք Մարս, այդ ամեն ինչը Նիկոլը ժամանակին ասել է եւ դուք իրանից ավելի ոնց, այո, հա, դուք իրանից ավելի ֆանտաստիկ սուտ չեք կարա խոսալ, քավ Նիկոլ, մեկ էլ որ թոշակառուներին ուղարկում ես լեռնակա, մի մոռացի ասել, որ այդ թոշակառուները, որ իրանց թոշակով կարան, միգուցե այնց որ բռնացնեն ամենավատ սեզոնին տուդա обратно տոմս առնեն, այդ մարդկանց ասա, որ իրանք պետք է հյուրանոց վճարեն, որ իրանց քարտում Կիպրոս կամ ԵՄ տարածք մուտք գործելու համար մինիմում դա դեսպանության պահանջն է, մինիմում 2 միլիոն եվրո դոլար կներեք, 2000 դոլար գումար պիտի լինի, բայց էլ ասա, բա որ ուղարկում ես լառնակա տուդա обратно, ասա որ հյուրանոցի փող պիտի տակ, վիզա ստանալու համար էլ ձեր քարտի վրա 2000 եվրո մինիմումն եմ ասում, հիմա Ֆրանսիան շատ ավելին է պահանջում, շատ ավելին, պետքա գումար լինի, բայց թոշակով ոնց է հարցը լուծեն, որտեվ ինչ որ բազմաթիվ թոշականորներ ոգևորվել ուզում են գնալ լառնակա, սիրելիներս, իմացեք, քարտի վրա պիտի հսկայական գումար ունենաք, այլապես որևէ դեսպանատուն ձեզ որևէ թուղթ չի տա եւ փողոցում չեք քնելու, հյուրանոցում եք քնելու, լառնակայի հյուրանոցներն էլ նույնիսկ ամենավատերը, ասեմ ձեզ, բավականաչափ թանկ արժեն։ Լավ, Տիկին Զորաբայան, թե նախկին իշխանությունները պայմանական այսօր կոչ են անում ընդդիմության միավորման ու իշխանափոխության։ Հիմա էլ եմ ուզում հասկանամ ոնց են նրանք պատկերացնում այդ միավորման հիմքը գաղափարական ծրագրով, թե մենակ գործող իշխանության դեմ դիրքավորվան։ Ես գիտեք խոսքերով ես չեմ տեսնում, երբ որ ես ասում եմ, որ ես չեմ տեսնում առարկայական ճանապարհային քարտեզ, հա, պետք չի մտածել, որ Նիկոլ Փաշինյանին հաղթել հնարավոր չի, ինքը Գերկուլեսն է, ինքը Կաշեի Բեսմերտնին է, կամ չգիտեմ ով է, հնարավոր է, բայց այս մարտավարությամբ եւ ռազմավարությամբ, որով հիմա գնում է, արդեն ընտրական փուլին մասնակցելու հայտ ներկայացրած ընդդիմությունը հնարավոր չի։ Մենք տեսնում ենք, չէ, այս պահին արդեն ռեալ է, չէ, քանի ընդդիմադիր ուժա, որ չի հաղթահարելու, તો չի էլ մոտենալու անցողիկ շեմին, բայց քանի որ քաղաքական նարցիսիզմը, քաղաքական բոնապարտիզմը, քաղաքական նապոլեոնիզմը շատերին կերել է, այդ մարդիկ չեն հասկանում, որ ընդամենը օլիմպիական, սա հերթական ընտրություն չի, որ ասես դե գնամ ընդամենը օլիմպիական մասնակցություն ունենամ, հաջորդ ընտրությունների համար փորձառություն ձեռք բերեմ, հա, այս փորձառության գինը կարա լինի Հայաստանի պետականության կորուստը, այսինքն մի դեպքում կարող է ընդդիմությունը հաջողել, եթե լինեն խոշոր միավորներ եւ այն ուժերը, ովքեր չեն մոտենում կամ ռեալ գիտեն, որ չեն հաղթահարելու շեմը, ընդամենը իրանց հոգեբուժության դասագրքի մեջ հստակ ներկայացված նարցիսիզմը դնեն մի կողմ, բայց քանի որ մենք 3 միլիոն վարչապետերի երկիր ենք, ես առ այս պահը չեմ տեսնում այդ ռեալ միավորումը, հա բարերով տեսնում եմ, բոլորն էլ ներկայացնում են, թե ինչա սպասում, ինչ կլինի, այդ մեր հարևան Վալոդը ձեզանից լավ գիտի, այն բայց մեր հարևան Վալոդը չի ուզում գնա ընտրության, որովհետև չի տեսնում, բացի նրանից, որ Նիկոլը հանձնել է ռեժիմը վատնա, Հայաստանի պետականությունը դրված է զոհասեղանին, այդ Վալոդն էլ գիտի, բայց Վալոդին դուք պիտի կարողանաք համոզել, դուք ոնց եք անելու, բացի բարերից, բացի հարցազրույցներից, բացի ազգային ժողովի ամբիոնում հերոսական հայտարարություններից քայլերը A, B, G, այդ է, որ ժողովուրդը չի տեսնում եւ ուստի եւ
բոլոր հարցումներով հարցվածների մոտ 48%-ը չի տեսնում, չի մասնակցելու, որտեղ ոչ Նիկոլինա տեսնում, ոչ էլ առաջադրված քաղաքական ուժերի մեջ տեսնում է ռեալ այլընտրանք, իսկ այդ չմասնակցության ցածր տոկոսը բերելու է նրան, որ դա աշխատելու է գործող ռեժիմի օգտին։ Գործող ռեժիմի օգտին աշխատում է փաստորեն, վաղուց էր աշխատում, բայց արդեն հայտարարություններով կոնկրետ հանդես են գալիս Բաքվից, եթե հիշում եք, Մամեդիարովը խոսեց, ասեց Նիկոլի շանսերն ավելի շատ են, քան Քոչարյանինը, թե ինչու է հենց համեմատում Քոչարյանին հետ դալերի։ Քննարկում էր Սամվել Կարապետյանի միտինգին, այո, էլի սև ու սպիտակի Ռուսաստանի այնտեղ հարցը խառնվեց, որ այսինքն կախվածությամբ Ռուսաստանից կախվածության ռեժիմը ժառանգել է խեղճ Փաշինյանը, մի խոսքով սև սպիտակ բաժանում է։ Հիմա այս գործիչների հայտարարություններն էլ կարող են ազդել մեր այդ հանրային դաշտի վրա, այդ 40 քանի տոկոսի վրա ազդեցություն ունենալ ըստ ձեզ։ Տեսեք, ամեն ինչ կարող է օգնության են գալիս Բաքվից ամեն ինչ կարող է ես դադարել եմ մեր հասարակության մի սեգմենտին հասկանալ իսկապես դա հնարավոր չի պարզ տրամաբանությամբ հասկանալ, որ դու նորից գնում ես ու քո ձեռքով ընտրում ես քո երեխային բայրակթարների տակ սպանացին, ես դա չեմ կարող հասկանալ, ես ուզում եմ հավատալ, որ դա fake էր, մի տեսանյութ է քանի օր շրջում, որտեղ մի տատիկ բավականաչափ այսպես վառ մակիաժով ասում էր, որ իմ թոռը 44-օրյա պատերազմում մահացել է, բայց միևնույն է, մենք Նիկոլ ենք ընտրելու, ամուսինն էլ կողքից բացատրում էր, թե ինչի են Նիկոլ ընտրելու, որովհետև Սամոն, չգիտեմ, ռուսի, չգիտեմ ինչ է, ես ուզում եմ հոգու խորքում հավատալ, որ դա այդպես բեմականացում էր, այլապես դա ողբերգություն կլինի, եթե պարզվի, որ այդ վառ մակիաժով տատիկը, ով իր 18-ամյա թորանը թաղել է, հետո տենց երեկոյան սմոգ մակիաժով Նիկոլա պաշտպանում, եթե պարզվի, որ դա իրականություն է, դա ողբերգություն կլինի, բայց ցավոք սրտի, այո, այս տոտալ մենք հələ ամենամեծ աջակցությունը Ֆրիդա ջան արխիվում է, մայիսի առաջի օրերին Երևանում անցկացվելու է Եվրամիության սամիթը եւ ես ունեմ իմ եվրոպացի գործընկերներից տեղեկատվություն, որ շատ կարեւոր մի քանի փաստաթուղթ է ստորագրվելու վիզաների ազատականացման հետ կապված, այսինքն եւ ես որքան հասկանում եմ, վիզաների ազատականացման ռեժիմը, որի բանակցությունները դեռևս սկսվել են 17 թվականից եւ ՍԵՊԱ-ում այդ ամեն արձանագրված է, խորհրդարանական մակարդակով մշտական բանակցողներից մեկն էլ ես եմ եղել, ինչպես տեսնում եմ, կարծես թե փորձ է արվում վիզաների ազատականացման ռեժիմը Հայաստանի հետ արագացնել։ Ինչ է տալու դա Հայաստանին, հա? Եթե անգամ, հիմա գնացեք վրացիներին հարցրեք, հիմա դուք գնում եք ազատականացված ռեժիմով, գնում եք Եվրոպական միություն, դա ինչ է տալի ձեզ։ Ունեք աշխատանքի իրավունք, ոչ։ Կարող եք այնտեղ լեգալ տեղավորվել, գերակշիռ մեծամասնությունը ոչ, բայց այս են փազլի կարկանդակներն ա լինելու, այդպես բելգիական շոկոլադներն ա լինելու, հա, որ ընտրական ըստ էության ամսի 8-ին քարոզարշավը սկսվում է, քարոզարշավից 3 օր առաջ, այստեղ այդպիսի Մակրոն եւ այլն Ուրսուլա ֆոն դեր Լայն, ես ուզում եմ լինել անկեղծ եւ ասեմ, որ դա իրանք այնպիսի աջակցություն են հայտնելու այս ռեժիմին, որ ցավոք սրտի դա էապես ազդելու է ընտրության գնացող հանրային տրամադրությունների վրա, ինչու, որովհետև նաև մեր ընդդիմությունը ես վստահ եմ, որ չի կարողանալու անգամ այդ օրերին մեր հասարակությանը բացատրել, որ նույնիսկ եթե հիմա քեզ տան այդ բիոմետրիկ քարտը, որով դու առանց այս տառապագին քաշքշուկների, այս նվաստացումների, որ Եվրոպական միության դեսպանատներում անցնում են մեր քաղաքացիները գնաս, ինչ է տալու դա քեզ, դու ոչ աշխատանքի իրավունք ես ունենալու, եթե գնալու ես ճամբարներում փախնես, եթե քո երազանքների ապոգեյը եվրոպական որևէ լագերում մնալ եւ անվճար ճաշի ու տրանսպորտի կընտրոն ստանալն է, ինչ ասեմ, այդ ցանկությունդ կարող է մինչև 28 թիվ իրականանալ։
Այդ բանը ասացիք, հիշեցի, կհիշեք մի Նիկոլական կար, որ ասում էր ավելի լավ է մեր ու մանուկ կոտորվի, Այո, հիմա էլ կա։ քան նախկինները Այո, հղի, վերադառնա։ մեր մանուկ հղի կոտորվի, հա, ցավոք սրտի մենք որ նայում ենք քարոզարշավը, իհարկե այնտեղ Նիկոլի, հա, արդեն չհայտարարված քարոզարշավը, իհարկե այդտեղ բեմականացված բազմաթիվ հատվածներ կան, բայց լինենք անկեղծ, չէ, որ այն կինը երեկեր եփեր ասում էր մեռնեմ ջանիդ, ազիզ, լսում ես փիփերթով ճաշ եմ եփելու քո համար։ Հասկանալի է, չէ, որ այդ սեգմենտը իրականում կա, եւ մենք չենք կարող, չէ, այդ սեգմենտին տանել second hand, հանձնել, ասել սրանք լավը չեն, մեզ ուրիշ առավել գիտակից սեգմենտ տվեք։ Մեր հասարակության ներկայացուցիչներն են, իրանց վրա պետքա ոչ թե ղրժալ, այլ իրանց հետ պետքա աշխատել, իրանց պետքա բացատրել, բայց ով է այդ բացատրողը, ով սենց բանտիկով, փուչիկով, սայլուտով իրանց ընտրական ցուցակները կենտրոնական ընտրական տանող ընդդիմադիրները Երկով։ հա ու երկով, հա, երկելով, հա, Երկելով առաջ։ Լավ, այդ սեգմենտը կա, որ սիրում է Փաշինյանին, բայց մի կողմից էլ տենում ենք, որ Փաշինյանի լավ ռեժիմը, այսպես ասած, ոնց որ ընդգծված ատելությամբ հալեցված, հենց խոցելի խմբերի նկատմամբ, այսինքն հենց կանայք ու երեխաներ։ այո, Չեմ հասկանում, մի կողմից այդ կանայք ու երեխաները իբր սիրում են իրան, մյուս կողմից իրանք հենց ատելությամբ ու տեսեք, այս ռեժիմը Նիկոլը խոսում է ժողովրդավարությունից, բայց այս ռեժիմներ, չէ, որ բերեց սև ու սպիտակ, այս ռեժիմներ, որ հայհոյանքը, գիտեք, ասեցիք, հիշեցի հայհոյանք, ես լսում էի այս քանի օրը, ուրեմն Ստրասբուրգում ԿՊ-ական երկու կին падգամավոր են խոսում, ուրեմն քննարկվում էր քաղաքական գործիչների հանրային դեմքերի դեմ ատելության խոսքը, եւ ես լսում էի, ասում էի Աստված իմ, հնարավոր չի կարա սա իրականություն լինի, ատելությունը, անեծքը, հայհոյանքը մեր օրակարգ բերած, մեզանից յուրաքանչյուրի անչափահաս երեխային ատելության թիրախ դարձրած ԿՊ երկուկին Ստրասբուրգում խոսում են այն մասին, որ իրանց իշխանության դեմ ուրեմն կա հայհոյանք եւ ատելության խոսք, դուք նորմալ եք, լավ, որ բարոյական որևէ կարմիր գիծ չունեք, այդ գիտենք, բայց ոնց կարելի է մի ռեժիմ, ով իր ընդդիմախոսների, երեխաների, հեռախոսների համարներն էր բաժանում եւ ասում էր, սա բժշկականում է սովորում, սա այստեղ է սովորում, գնացեք հաշվեհարդար տեսեք, գնացել եք Եվրոյոնջաների առաջ, խոսում եք, որ ձեր իշխանության հանդեպ ընդդիմությունը հայհոյանք եւ ատելության խոսք է օգտագործում եւ դա անթույլատրելի է, լավ, այսքան չունենալ բարոյական որևէ կարմիր գիծ, լսում էի, ասում էի, լավ, այս մղձավանջը մի օր ավարտվելու է, թե չէ։ Լավ, ամփոփենք, հասկանանք ինչպես կավարտվեց մղձավանջը Տիկին Զորաբյան ջան, որովհետև հարցումներ բազում ցույց են տալիս, որ ԿՊ-ն չի հավաքելու 50+, մի կողմից իբր ընդդիմությունը կմիանա եւ չգիտեմ ինչ որ կայծակնային հետաքրքիր հաղթանակ կլինի, չգիտեմ, հեղաշրջում կլինի, թե ինչ կլինի, ոնց ուզում են թող անվանեն, բայց մյուս կողմից էլ Սեյրան Օհանյանի հայտարարություն ունի Գասպարյանի խուճապը արդեն ու այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը տեսեք, էլի գնաց Գյումրի, բայց մի կողմից էլ տպավորություն է, որ էլի բունկեր է ման գալիս թաքնվելու ինչից է վախենում։ Տեսեք, այո, բոլոր հարցումներով, որոնց գերակշիռ մեծամասնության ճշմարտացիությանը ես չեմ հավատում, որտեղ որ նայում ես, ասենք ինչ որ սոցիոլոգիական հարցումներ, հատկապես այս փուլում, սենց հոտը գալիս է, էլի թե որ ընդդիմադիր քաղաքական ուժն է այդ հարցման պատվիրատուն։ Մի արեք տենց ծիծաղելի բաներ, մի արեք, այդքան ծիծաղելի սենց համազգային լիդերում են ուզում տենան եւ մի արեք, բայց ես չեմ ուզում, որ մենք այսպես անընդհատ հորետեսական նոտայով խոսենք, կա այո հնարավորություն այս ռեժիմին հեռացնելու կա, որն է հնարավորությունը ընդդիմության կոնսոլիդացիան, ընդդիմության պայքարը ոչ թե Նիկոլ Վովայի Փաշինյանի անվան խորհրդարանում մի քանի մանդատ ունենալու, այլ ընդդիմության միասնական պայքարը այս ռեժիմին հեռացնելու, կլինի դա, հաջողություն կլինի, չի լինի, ես որքան հասկանում եմ, բազմաթիվ ընդդիմադիր ուժեր դրանով էլ երջանիկ կլինեն, որ Նիկոլի անվան խորհրդարանում իրանք մի քանի մանդատ կունենան, ինչ ասեմ, բարի վայելում։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։
Շարունակեք հետևել մեզ բոլոր սոցիալական հարթակներում, միացեք մեր Patreon-ին շաբաթվա անցուդարձից առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։